Թոքի քաղցկեղի ճառագայթային բուժումն ունի իր բարդություններն ու առանձնահատկությունները։ Խնդիրն այն է, որ թոքը մշտական շարժման մեջ գտնվող օրգան է, ինչը նշանակում է, որ շնչառության հետ մեկտեղ շարժվում է նաև ուռուցքը։ Որպեսզի ճառագայթը դիպուկ թիրախավորի ուռուցքն ու չվնասի առողջ հյուսվածքները, Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում նախ եւ առաջ իրականացվում է 4D կատե հետազոտություն։ 4D կատեի առանձնահատկությունը սովորական դիագնոստիկ կատեների նկատմամբ հանդիսանում է այն, որ մենք շնչառության ժամանակ հստակ տեսնում ենք, թե ուռուցքը ինչ ամպլիտուդայով է շարժվում խորը ներշնչման, արտաշնչման եւ ընդհանրապես հանգի շնչառության պայմաններում։ Եվ այս շարժը հաշվի ենք առնում մեր բուժման պլանավորման ժամանակ։ Ճշգրիտ պլանավորման հաջորդ կարևոր գործիքը պետկատե հետազոտությունն է։ Այն թույլ է տալիս հստակեցնել հիվանդության փուլը եւ տարբերակել ուռուցքը ատելեկտազից, թոքի այն հատվածից, որը չնայած օդ չի պարունակում, բայց ախտահարված չէ։ Եթե մենք գնում ենք ճառագայթային բուժման առանց պետկատեի, այդ պարագայում մենք հստակ սահման չունենալով շատ դեպքերում ստիպված ճառագայթում ենք ավել առողջ թոքային հյուսվածք, ինչը որ իրականում պետկատեի ունենալու պարագայում մենք չենք անի։ Նաև պետկատեն շատ հստակ տալիս է դիֆերենցիում միջնորմային ավշային հանգույցների ախտահարվածության աստիճանի առումով։ Թիրախային ծավալի փոքրացումն ուղղակիորեն ազդում է բուժման տանելիության վրա։ Սա կենսական նշանակություն ունի հատկապես քիմիաճառագայթային համակցված թերապիայի դեպքում, երբ օրգանիզմն առանց այդ էլ մեծ ծանրաբեռնվածություն է կրում։ Երբ պլանավորումն ավարտված է, հաջորդ փուլը բուն բուժումն է, որտեղ կիրառվում է շնչառության վերահսկման հատուկ տեխնիկա։ Կան թոքի հատվածներ, օրինակ թոքարմատը, թոքի գագաթը, որոնք որ շնչառության ժամանակ շատ շարժուն չեն, եւ այս ժամանակ մենք բուժումը կատարում ենք ազատ շնչառության պայմաններում։ Բայց մնացած տեղակայման թոքի ուռուցքների ժամանակ, երբ որ մենք տեսնում ենք, որ թոքի ուռուցքը բավականին շարժվում է, բնականաբար մենք ֆիքսում ենք շնչառության ինչ-որ մի փուլ, որում որ ուռուցքը, այսպես ասած, անշարժացնում ենք, այսինքն պացիենտին խնդրում ենք շունչը պահել շնչառության որոշակի մի փուլում եւ այս անշարժացման պայմաններում ճառագայթում ենք։ Շնչառության ֆիքսացիան եւ շնչառության խորությունը վերահսկվում են հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով։ Այսպիսով Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի ժամանակակից տեխնոլոգիաներն ու մասնագիտական ճիշտ մոտեցումը հնարավորություն են տալիս նվազեցնել կողմնակի ազդեցությունները, բարձրացնելով թոքի քաղցկեղի բուժման արդյունավետությունը։